Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նույն հարցի հետ կապված կարծում եմ ավելացնելու շատ բան չունեմ, որտեղ ինչ-որ գործընկերների կողմից արդեն մանրամասն ներկայացվեցին հնարավոր բոլոր տարբերակները, բնականաբար միակ բանը, որ կարող եմ ավելացնել։ Վատ հարցին պատասխանեք էլի, իսկապես մեզ վարժեցնում են այդ խնդիրը, որ այդ խնդիրը չկա, կամ հետզհետե չկա այդ խնդիրը, հետզհետե հանրային խոսությունից դուրս է գալիս։ Այդ հարցին, թույլ տվեք այդ հարցին չպատասխանեմ, զուտ կարող եմ ասել, որ մի բան կարող եմ ասել, որ ամեն դեպքում այս բոլոր մեխանիզմների մասին, որ ունենք նշվեցին, նույն այդ մեխանիզմների իրականում շատ կան, նաև եղել շրջանակներում ունենք մեխանիզմներ, մանկի շրջանակներում ունենք մեխանիզմներ, հատուկ մանդատով ինչ-որ աներ քան հայ կոմիսիոներներ ունենք, հատուկ հանձնարարություններով մանդատակիր պաշտոնատար անձինք ունենք, նաև աշխատանքային խմբեր կան, շատ կան, իրական որ թվարկենք, բավականին մեծ քանակությամբ մեխանիզմներում խնդիրը այստեղ են, որ շատ դեպքերում այդ մեխանիզմների էֆեկտիվ գործարկման համար պետության ներգրավվածությունը շատ կարևոր արդյունավետ գործարկման համար ԵԽ-ի շրջանակներում, նույն մանկի շրջանակներում եւ այլն։ Բնականաբար հնարավորություն կա դա ինդիվիդուալ կամ գների կամ ակտիվ մարդկանց պաշտպանության բավականների ջանքերով անելով, բայց ցավոք սրտի դեն էֆեկտիվություն չի ունենա, ինչ որ կունենա պետության կողմից դրանք առաջնորդելու կամ աջակցելու դեպքում։ Բայց դե բնականաբար կարծում եմ այդ մեխանիզմները հանրային դեպքում գործարկել պետք է շարունակել, պետք է շարունակել երևի նույնիսկ հիմա ավելի շատ։ Ну, հանրարդարության պետք է ասել, որ քաղաքական բանակցություններում այդ հարցը բարձրաձայնվում է, նաև Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ խոսվեց դրա մասին, որ հայկական կողմը նման ցուցակ է ներկայացրել կամ մարդկանց ցուցակ է տրամադրել Վաշինգտոնյան կողմին, որպեսզի, չգիտեմ, քաղաքական ճանապարհներով կամ մեխանիզմներով այս հարցը լուծվի։